Պարոն Դավթյան, ես կարդացի, ինձ հայտնի է ձեր դիրքորոշումը այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չկան, դուք այդ մասին հայտարարել եք լրագրողների հետ զրույցում եւ ձեր դիրքորոշումը այս հարցում պարզ է, ես ձեզ ուրիշ հարց եմ ուզում տալ, իսկ Հայաստանում ձեր կարծիքով քաղաքական չբանտարկյալներ կան, թե ոչ, պարզաբանեմ, եթե քաղաքական բանտարկյալ է համարվում նա, ում քրեական պատասխանատվության են ենթարկում քաղաքական դրդապատճառներով, հետևաբար քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական հետապնդման չեն ենթարկում, էլի քաղաքական պատճառներով, ասենք օրինակ, որ Սերժ Սարգսյանի հետ ունի անձնական մտերիմ հարաբերություններ, նրան տարբեր ծառայություններ է մատուցել։ Ձեզ նման դեպքեր օրինակ հայտնի են, կամ օրինակ առավոտյան, որ դուք այնտեղ նստած էիք, եւ նայում եք դահլիճում օրինակ չնկատեցիք այդպիսի դեպքեր հատկապես այն հատվածում, որոնց կարելի է համարել քաղաքական չբանտարկյալ եւ մասնավորապես դուք հարսնակարի գործով մեղադրող դատախազ եք եղել այդ գործում այդպիսի մարդկանց հետ որևէ առնչություն ունեցել եք թե չեք ունեցել սա առաջին հարցը երկրորդ հարցը ես վերջերս եղել էի հանգամանքների բերումով հատուկ քննչական ծառայությունում եւ մեծ զարմանք ապրեցի կամ համենայն դեպս տրամաբանական չթվաց, որ ՀՔՑ քննիչի սենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը։ Ինչու տրամաբանական չթվաց, որովհետեւ հատուկ քննչական ծառայությունը անկախ մարմին է եւ ենթադրաբար, եթե պետության ամենաբարձրաստիճան դեմքերը քրեական հանցանք են կատարում, այդ հանցանքների քննությամբ պետք է զբաղվի այդ մարմինը։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ նաև հայտարարություններում, որ դատախազությունը անկախ մարմին է եւ այլն։ Ինձ հետաքրքիր է հետեւյալն, ինչպես եք վերաբերվում նրան, որ ՀՔՑ քննիչի սենյակում Սերժ Սարգսյանի նկարն է կախվում, դուք գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում արդյոք պատրաստվում եք Սերժ Սարգսյանի նկարը կախել ձեր գլխավերևում եւ իդեպ ես չեմ եղել Գևորգ Կոստանյանի աշխատած շրջանում նրա աշխատասենյակում հիմա կախված է այդ նկարը եւ դուք ինչպես եք վերաբերվում այդ փաստին հաջորդը գլխավոր դատախազը հրաժարական տվեց առողջական պատճառներով պատճառաբանելով առողջությունը դուք առողջության հետ կապված այսինքն ինչպիսին է ձեր առողջական վիճակը ընդ որում սա ասում եմ առանց որևէ բանի այսպես այլ էլեմենտ դնելու, որովհետև իսկապես կարա այնպես ստացվի, որ ասենք շատ շուտով դուք էլ մի օր հանկարծ պարզվի առողջական խնդիրներ ունեք եւ պետք է հրաժարական տաք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։ Հնարավորինս մասնագիտական հարցերին անդրադառնամ։ Քաղաքական բանտարկյալների մասով, պարոն Փաշինյան, կրկին վերահաստատում եմ իմ մոտեցումը։ Անձանց քրեական հետապնդման կամ նրանց նկատմամբ խափան միջոցներ ընտրելու հարցում մեր ամենօրյա աշխատանքում հաշվի առնվում միայն օրենքով նախատեսված հիմքերը։ Բայց այդ խնդրի առնչությամբ ես կարող եմ մտահոգվել, որ կարող է տարածված այսպիսի կարծիք լինել։ Այստեղ է, որ ես կարծում եմ դատախազությունը քրեական հետապնդման բոլոր մարմինները միասին անելիք ունեն ավելի հրապարակային աշխատանք իրականացնելու։ Երբ որ մենք առանձին կոնկրետ իրավիճակներում առիթը կունենանք կամ կօգտագործենք այդ առիթը մեր կողմից իրականացված գործողությունները ավելի ընդգրկուն, ավելի պատշաճ ներկայացնելու, ես կարծում եմ, որ այդ կարծիքը օբյեկտիվ կարծիքի ակնկալող հասարակության ներկայացուցիչների մոտ հստակորեն կփոխվի։ Նկարի առումով, պարոն Փաշինյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է Հանրապետության նախագահի նկարը եւ ենթարարժեզրական ակտերի ուսումնասիրությունը կարծում եմ ձեր այդ հարցի համապատասխան պատասխանը կտա։ Շնորհակալ եմ իմ առողջական վիճակով հետաքրքրվելու համար, թե հասկանում եմ ինչի մասին է խոսքը, ես առողջ եմ եւ աշխատելու եմ, որ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները, որոնք պատրաստվում եմ ստանձնել, իրականացնեմ։ Պարոն Փաշինյան, առաջի հերթին ցանկանանք, որ իսկապես ստացվի, աշխատի, որ առողջ մնա։
Պարոն Դավթյան, մենք ձեզ առողջություն ենք ցանկանում։ Պարոն Փաշինյան, արձագանքի անհրաժեշտություն կա։ Համեցեք արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Ես ուղղակի տեղյակ եմ, որ Գևորգ Կոստանյանը շատ ակտիվ այցելում էր սպորտային դահլիճներ, բայց դա նրան չօգնեց առողջությունը պահպանել։ Հաջորդ հարց, ինչ ենթաօրենսդրական ակտերի մասին եք խոսում, եթե կարելի է պարզաբանեք ուղղակի։ Եվ գիտեք ինչ վերջին օրերին դուք հաճախ խոսում եք հրապարակայնության մասին, եւ ես անկեղծ ասած արդեն մի քանի օր է փորձում եմ ձեր գործունեության մասին տեղեկություններ ստանալ համացանցում, եւ այսօր կարծեմ իմ եզրակացությունը այն է, որ դուք առաջին հարցազրույցը կարծես թե տվել եք գլխավոր դատախազի թեկնածուի կարգավիճակում կամ համենայն դեպս հրապարակայնության հարցում առանձնապես ակտիվ չեք եղել, եթե այդպես չի, ուրեմն պետքա ձեր առաջին գործերից մեկը լինի Google ընկերությանը դատի տալը, որ ձեր մասին ճիշտ տեղեկություններ չի հաղորդում նրանց էլեկտրոնային փնտրման համակարգ։ Շնորհակալություն։ Համակարգերի փնտրման հետ կապված չեմ կարող այս բանը ներկայացնել, բայց հաստատ դա առաջինը չի եղել, երբ որ ես փորձել եմ իմ իրականացրած գործունեությունը հրապարակայնորեն ներկայացնել։ Ինչ վերաբերում է համապատասխան ենթաօրենսդրական ակտին, ես դա գրավոր ձեզ կուղարկեմ, պարոն Փաշինյան, որտեղ կարծում դուք այդ հարցի պատասխանը հստակ կստանաք։